ենք մենք սաջիկ գնում, արտակը միշտ դիմացը, իսկ ես ետևում։ Նորերը խաղում են հին դերեր, և մեր նոր ընծով խիստերեր, Մեր նոր տարվա գիրլանդաներն են կախում։ մենք ասում ենք դրաստիկ։ Մեր քաղաքում չկան հայկական եկեղեցիներ, դրա համար մենք այցելում ենք ռուսական եկեղեցի ու ինքը ասեմ շատ տարբերվում է հայկականից։ Այն հանգստությունը, ինչը որ մենք ստանում ենք հայկական եկեղեցուց, ցավոք սրտի այստեղ չենք կարողանում դեռ գտնել այնպիսի եկեղեցի, որից կարող ենք այդ հանգստությունը ստանալ։ Ներսը շատ վառ, լուսավոր է, իսկ հայկական, որ մտնում ես մի տեսակ ատմոսֆերան արդեն քեզ ստիպում է լիաթոք լիցքաթափվել։ Այստեղ եկեղեցիներում բնակվում են եկեղեցիների աշխատակիցները։ Ինքը կազմված է մի քանի հարկից ու բազմաթիվ սենյակներից։ Մի մասը փակ է, մյուս մասը բաց։ Այս եկեղեցին, որտեղ որ մենք գնացել էինք, այդ օրը պատարագ էր, գնացել էինք պատարագի ժամին։ Երբ դեռ եկեղեցու երկրորդ հարկը ամբողջությամբ չէին վերակառուցել, ներքևի հարկում, պատվալային հարկում գտնվում էր եկեղեցին ու պատարագները անցկացվում էին այնտեղ, բայց հիմա փակել են այդ հատվածը, բարձրանում ենք այսպես երկրորդ հարկ ու այստեղ արդեն գտնվում է հիմնական եկեղեցու տարածքը։ Կողքը կա մի սենյակ, որտեղից գնում են մոմերը ու եկեղեցու դռան դիմաց կա մի հատված, որտեղ կանանց համար կախված են գոգնոցներն ու գլխաշորերը։ Դե հա, նենց էր, որ մարդիկ կային էլի, որ ծնկի չեկան, ուղղակի եսի մի տեսակ ոնց որ տարիքի հետ ավելի մոլանում են այդ առումով։ Այստեղ պիտի պարտադիր գլխաշորով ու կանանց համար կա ֆարտուկներ, որ շալվարով իրավունք չունես մտնես եկեղեցի, գոնե եթե շալվարով ես եկել, պիտի վրայից այդ ֆարտուկը փաթաթես, կապես, բայց դե վերարկույով էինք, վերարկուն փակ էր, դրա համար նորմալ էր։ Մենք տանել չենք կարողանում այս հատվածը։ Մեր թղթաբանության հարցից, գոնե այսօր միգրացիոն գից բրցանք։ Մնաց ռեգիստրացիան, մնացածը երեխու թղթերը, ու երևի թե վերջ այս ամիս։ Օ, 350 է այս բաները, լաշատկեքը, հա, բայց լովն է։ Սպիտակները կարելի է վերցնել սրա, այս տարի մեկա մեր տոնածառը սպիտակ ենք անում, չէ։ Լավ գնա, սպիտակը, պատը չի, կարելի է վերցնել, ինչ ես կարծում։ Ես մի հատ։ Այս է դուր եկել։ Այս սրանք են շատ սերուն։ Բայց բանա, պլաստմասա չէ, ոնց որ ամուր չի ինքը։ Չէ, լույսով չեն իրանք, սասուլ կեքան։ Եկել եմ հատուկ ֆիքս այն տոնածառիկների հետևից, բայց ոնց որ ռոսկոպիլ է։ Չեմ տեսնում ինչ որ։ Հա, չկատարել է սաղ։ Բայց ինչի։ Ափսոս։ Եկել ենք ուրիշ խանութ,
Այստեղ ենք մենք լսետի յոգեքը։ Ոնց որ թե այստեղ էլ չկա։ Հեսա հարցնեմ աշխատողներին։ Այս ամեն ինչի վեճ ամենավատային, որպես բազարին շացել է։ Չընդունեցին ինձ։ Չընդունեցին ինձ։ Ուշացել էինք։ Շատ էինք ուշացել, են աղջիկն էլ ասեց, ես տեղ չեմ կարատամ, որովհետև հետո կոսմետոլոգի եմ։ Դո, 5 օր էլ չի աշխատելու վաբշե։ Նորի ես կոնեմ։ Մեր լազերի մասնագետը ծանոթացեք Արշակ Ուզունյան։ Այս մեր քաղաքի 5-րդ բազան է։ Այստեղից գնումներ ենք անում։ Կանաչ եղեն, մրգեղեն, բանջարեղեն, ավելի էժան, քան խանութներից։ Ցիգանները։ Весь круг, это люля можно заказать сейчас? Շորոքը վրա շատ քիչ կա։ Շատ չի դա, պետք է չի որ շատ։ Պետք է չի որ շատ լինի, բայց էսի շատ բարակ շերտ է։ Ստեղն է ինչքան բարակ է։ Շարոցը սենց չեն անում։ 750 ահա։ Ինչի։ 750։ Փոփոխը։ Որ հետո հիշեմ գները։ Не, мы пока что смотрим. Рисуй меня пиратской бубу. Дай попробую. А? Где карандаши твои? Здесь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 9, 10. 2, 0. Բուբային ենք նկարում, պիրատի կերպարով, որ պատկերացում չունեմ ոնց կստացվի։ Ёж. Ժողովուրդ չգիտեմ այս ինչու։ Տեսնում եք, ոնց ա ուռել։ Ոնց որ ծեծոց լինեն։ Երևի գերհոգնածություն կամ ինչ-որ ալերգիկ չեն, ալերգիայի դեղ խմել եմ։ Աչքս ահավոր ուռչել է, մի քիչ քոր էր գալի, ալերգիայի դեղից հետո ընդհանրապես քոր չի գալիս, բայց տեսքը չի վերականգնում։ Ժողովուրդ եկեք աչքիս ուշադրություն չդարձնենք, այն տոնածառներից, որ ման էի գալիս ֆիքսի, չգտած հավաքսորտի, մի քանի խանութ մտա նայեցի, տեսականի չունեին, նալիչյան վերջացել էր, բոլորը գնել էին այդ նշում եվշի տոնածառները, ինստագրամում սենց մի հատ վաու եղավ այդ տոնածառներից հետո, իրականում իրա շատ հեշտ է սարքելը, թղթե տոնածառներ են, փուճուր այսքան, երևի ու փոքր տեսականի խաղալիքները տոնածառի կախելու համար։ Պատրաստելը շատ հեշտ է, ուղղակի իհարկե գնելը ավելի հեշտ է։ Եթե չգտնեմ, ասեցին մի քանի տեսականի Ունիֆամիլիան ու Սինսայը նոր են ստացել, հնարավոր է դեռ մնացած լինի։ Մոտակա 2-3 օրը հնարավոր է գնամ այդ խանութները ու տեսնեմ ինչ տեսականի ունեն, առհասարակ սպասքել ունի ինքը։
գնամ տեսնեմ նոր տարվա տեսականին ինչպիսին է այնտեղի։ Ուրեմն ինչ եմ գնել Ռուսաստանի fix price-ից։ Երկու այսպիսի տոնածառի խաղալիքներ։ Ինքը շատ նուրբ է, հավես, պուպուս։ Սպիտակ ծաղիկներ, այսպիսի։ Այս տարի մեր տոնածառը պիտի սպիտակի մեջ լինի, մտածում եմ սպիտակ խաղալիքներ ու թափանցիկ ինչ-որ հետաքրքիր ներսը դետալներով, այդպիսի ինչ-որ կամ դրսից պատված դետալներով սպիտակ, հնարավոր է այդպիսի ինչ-որ մի բան մանգալ գտնել, դեռ այսքանը հավանեցի տեսածիցս, իհարկե ֆիքսով չենք սահմանափակվում, մնացած խանութներն էլ կգնամ տեսնեմ ինչ տեսականի կան, ուղղակի որ մտել էի տոնածառների համար, սրանք էլ տեսա, հավանեցի, վերցրեցի ու վերջին խաղալիքը, այս հրաշք խաղալիքն է դյուկներով, չքոնց ծիրունը, համոզված եմ բոլոր աղջիկները փոքր ժամանակ միշտ երազել են սրա տիկնիկներ, այն հարսիկի շարիկներով, տիկնիկներով այս դյուկների փոխարեն խաղալիքից ունենալ, այն որ բացում էիր, միացնում էիր ու ինքը երգում էր ու այդ տիկնիկը պարում էր, չգիտեմ, մի անգամից ասոցացրեցի այդ խաղալիքի հետ վերցրեցի։ Մի հատ եմ վերցրել, բայց երևի կգնամ էլի մի երկու հատ կառնեմ, որտեվ մտածում էի կարող որակը լավը չլինի, բայց բացեցի նայեցի ընթացքում վատը չէր։ Աղա եթե նեն ստացվի, որ աչքս չանցնի, միգուցե գնանք բժշկի, տեսնենք ինչ կասեն։ Շնորհակալություն, որ դիտում եք։ Ձեզ բարի գիշեր։